Երբ ոստիկանությունը մտավ Ջիգարխանյանի տուն, նրանք գտան մի բան, որը 30 տարի թաքցրել էին. հին դեղատոմսերի փաթեթ, մի անունով, որը չպետք է լիներ այնտեղ։ Բժիշկները, ովքեր ստորագրել էին այդ թերթիկները, հրաժարվեցին խոսել։ Մի նախկին բուժքույրը, որը 30 տարի լռել էր, վերջապես համարձակվեց բացել բերանը։ Նրան տալիս էին դեղեր, որոնք չպետք է խառնել։ Ես նախազգուշացրել էի, բայց ինձ ասացին լռել։ Ինչու էր մեծ դերասանի բուժումը դարձել պետական գաղտնիք։ Ով էր շահագրգռված, որ ճշմարտությունը երբեք չբացահայտվի։ Ինչու են այդ դեղատոմսերը հիմա անհետացել բժշկական արխիվներից։ Եվ ամենակարևորը, ով էր այն անծանոթ կինը, որի անունը կրկնվում էր յուրաքանչյուր թերթիկի վրա։ 1953 թվականին, երբ Երևանի փողոցներում դեռ հնչում էր պատերազմից հետո վերականգնման աղմուկը, մի փոքրիկ տղա ծնվեց Արմավիրի մարզի մի հեռավոր գյուղում։ Նրա ծնողները պարզ գյուղացիներ էին, ովքեր երազում էին, որ իրենց որդին կդառնա ինժեներ կամ ուսուցիչ։ Բայց փոքրիկ Արմմենը, երբ առաջին անգամ տեսավ թատրոնի բեմը, հասկացավ, իր ճակատագիրը այլ տեղ է։ Նա ուներ ձայն, որը կարող էր լացեցնել ամբողջ Դահլիճը, եւ աչքեր, որոնք խոսում էին առանց բառերի։ Երբ նա 17 տարեկան էր, Երևանի թատրոնական ինստիտուտի դռները բացվեցին նրա առջև, եւ այդ պահից սկսվեց լեգենդը։ Բայց ոչ ոք չգիտեր, որ այդ փայլի ետևում թաքնված էր մի մութ գաղտնիք, որը նրան հետապնդելու էր ամբողջ կյանքում։ 50-րդ թվականների վերջերին, երբ Խորհրդային Միությունը ապրում էր իր ոսկե դարաշրջանը, երիտասարդ Ջիգարխանյանը արդեն դարձել էր Երևանի թատրոնի աստղը։ Նրա դերերը Համլետից մինչև Օթելլո ստիպում էին մարդկանց ժամեր շարունակ հերթ կանգնել տոմսերի համար։ Բայց բեմի փայլի ետևում, գրիմասենյակի մութ անկյուններում Արմենը սկսեց խմել։ Ոչ թե հաճույքի համար, այլ որպեսի լռեցնի ներսում բորբոքվող ցավը։ Նրա առաջին կինը, գեղեցիկ դերասանուհին, չկարողացավ տանել այդ կրկնակի կյանքը, հանրության առջև կատարյալ ամուսինը, իսկ տանը խոր դեպրեսիայի մեջ ընկած մարդը։ Ամուսնալուտությունը եկավ արագ եւ անխնա, եւ Արմենը մնաց միայնակ, իր դեմոններով դեմ առ դեմ։ Նրա ընկերները հիշում են, թե ինչպես նա գիշերները թափառում էր Երևանի փողոցներով, խոսելով ինքն իր հետ, կարծես փորձելով գտնել պատասխաններ հարցերի, որոնք տանջում էին նրան։ Հետո եկավ երկրորդ կինը։ Նա երիտասարդ էր, գեղեցիկ եւ հավակնոտ։ Շատերը ասում էին, որ նա սիրահարվել էր ոչ թե Արմենին, այլ նրա անվանը եւ փառքին։ Բայց Ջիգարխանյանը, որը հոգնել էր միայնությունից, ուզում էր հավատալ, որ վերջապես գտել է իր հանգստավայրը։ Նրանք ամուսնացան 1973 թվականին, եւ առաջին տարիները թվում էին երջանիկ։ Նա ծնեց նրան 2 երեխա, եւ Արմենը կարծում էր, որ վերջապես կարող է մոռանալ անցյալի ուրվականները։ Բայց կինը ուներ իր սեփական ծրագրերը։ Նա սկսեց վերահսկել նրա յուրաքանչյուր քայլը, յուրաքանչյուր հանդիպումը, յուրաքանչյուր ռուբլին։ Արմենի ընկերները նկատեցին, որ նա դարձել է ավելի փակ, ավելի լուռ, կարծես ինչ-որ մեկը կամաց-կամաց սպանում էր նրա ներսում եղած կրակը։ 1980-ականների սկզբին, երբ Խորհրդային Միությունը սկսեց ճաքել, Ջիգարխանյանի կարիերան հասավ իր գագաթնակետին։ Նրան հրավիրեցին Մոսկվա, նկարահանվեց ամենահայտնի ֆիլմերում, եւ նրա դեմքը դարձավ ճանաչելի ամբողջ խորհրդային տարածքում։ Բայց այդ հաջողության գինը եղավ ավերիչ։ Նրա երկրորդ ամուսինը պահանջում էր ավելի ու ավելի շատ փող, ավելի ու ավելի շատ ուշադրություն, եւ երբ Արմենը չէր կարողանում բավարարել նրա պահանջները, նա դառնում էր դաժան։ Մի նախկին գրիմորը հիշում է. ես տեսնում էի կապտուկներ նրա ձեռքերին, բայց նա միշտ ժպտում էր եւ ասում, որ պարզապես անփույթ է եղել։ Արմենը սկսեց խմել ավելի շատ, եւ նրա առողջությունը սկսեց վատանալ։ Բժիշկները նախազգուշացրին, որ եթե նա չդադարեցնի, կարող է մահանալ, բայց ով էր լսելու բժիշկներին, երբ տանը սպասում էր ավելի մեծ ցավ։ 1989 թվականին Արմենը վերջապես գտավ ուժ լքելու երկրորդ կնոջը։ Ամուսնալուծությունը եղավ շռայլ եւ դաժան։ Նա պահանջեց կեսը ամեն ինչից, բնակարանից, փողից, նույնիսկ մեքենայից։ Արմենը համաձայնեց, միայն թե ազատվելու համար։ Նրա ընկերները հիշում են, թե ինչպես նա նստած էր դատարանի դահլիճում, ծեր եւ հոգնած, կարծես 10 տարում ծերացել էր 20։ Երբ դատավորը հայտարարեց վճիռը, Արմենը պարզապես ելավ եւ հեռացավ, առանց նայելու հետ։ Նա վերադարձավ Երևան, իր հին բնակարան, որտեղ սկսել էր իր կարիերան, եւ փորձեց վերակառուցել իր կյանքը։ Բայց վերքերը չափազանց խորն էին, եւ նրանք երբեք ամբողջությամբ չբուժվեցին։ Հաջորդ տասնամյակը Ջիգարխանյանը ապրեց համեմատաբար հանգիստ։ Նա շարունակեց խաղալ թատրոնում, նկարահանվեց մի քանի ֆիլմերում եւ փորձեց մոռանալ անցյալը։ Նրա երեխաները մեծացան եւ հեռացան, եւ Արմենը մնաց միայնակ իր մեծ բնակարանում։ Նրա ընկերները ասում են, որ նա դարձել էր ավելի փիլիսոփայական,
ավելի խորաթափանց, կարծես տառապանքը սովորեցրել էր նրան կյանքի իսկական իմաստը։ Բայց 1900-900-րդ թվականների վերջերին, երբ Խորհրդային Միությունը փլուզվեց եւ Հայաստանը դարձավ անկախ, Արմենի կյանքը կրկին փոխվեց։ Նոր երկիրը բերեց նոր խնդիրներ, տնտեսական ճգնաժամ, անգործություն, եւ Արմենը, ինչպես շատ այլ դերասաններ, 1900-908 թվականին, երբ Արմենը արդեն 75 տարեկան էր, նա հանդիպեց մի երիտասարդ կնոջ, Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի։ Նա 37 տարեկան էր, գեղեցիկ, շքեղ եւ լի կյանքով։ Շատերը զարմացան, երբ լսեցին, որ նրանք սկսել են հանդիպել։ Ինչ կարող էր տեսնել երիտասարդ գրավիչ կինը ծեր դերասանի մեջ։ Բայց Վիտալինան ասում էր, որ սիրահարվել է Արմենի հոգուն, նրա տաղանդին, նրա փորձառությանը։ Նրանք սկսեցին ապրել միասին, եւ Արմենը կարծես կրկին երիտասարդացավ։ Նա սկսեց ավելի շատ ժպտալ, ավելի շատ խոսեպի շատ խոսել, եւ նրա ընկերները ուրախացան տեսնելով, որ նա վերջապես գտել է երջանկությունը։ Բայց կային նաեւ նրանք, ովքեր կասկածում էին Վիտալինայի մտադրություններում։ Նրանք նկատեցին, թե ինչպես նա կամաց-կամաց սկսեց վերահսկել Արմենի կյանքը, նրա ֆինանսները, նրա հանդիպումները, նույնիսկ նրա բժշկական բուժումը։ 1900-912 թվականին Արմենը եւ Վիտալինան ամուսնացան։ Հարսանիքը եղավ փոքր եւ ինտիմ, միայն մի քանի մտերիմ ընկերների ներկայությամբ։ Արմենի երեխաները չներկայացան։ Նրանք բացահայտորեն դեմ էին այդ ամուսնությանը, եւ նրանց հարաբերությունները հոր հետ դարձան լարված։ Վիտալինան սկսեց տալ հարցազրույցներ, որտեղ պատմում էր, թե ինչպես է խնամում իր ամուսնուն, ինչպես է նվիրված նրան եւ ինչպես է երջանիկ իրենց ընդհանուր կյանքում։ Բայց Արմենի հին ընկերները սկսեցին նկատել տարօրինակ բաներ։ Նրանք չէին կարող այցելել Արմենին առանց Վիտալինայի թույլտվության։ Երբ նրանք զանգահարում էին, Վիտալինան պատասխանում էր եւ ասում, որ Արմենը քնած է կամ զբաղված է։ Մի նախկին գործընկերը հիշում է. «Ես փորձեցի հանդիպել նրա հետ, բայց Վիտալինան ասաց, որ բժիշկները արգելել են այցելություններ։ Ես զգացի, որ ինչ-որ բան սխալ է»։ 1917 թվականին Արմենի առողջությունը սկսեց արագորեն վատանալ։ Նա սկսեց կորցնել հիշողությունը, դժվարանում էր քայլել, եւ նրա խոսքը դարձավ անհասկանալի։ Վիտալինան պնդում էր, որ դա պարզապես ծերության հետևանք է, բայց Արմենի երեխաները պահանջեցին անկախ բժշկական զննում։ Երբ բժիշկները զննեցին Արմենին, նրանք գտան նրա արյան մեջ դեղորայքի անսովոր խառնուրդ։ Ո՞վ էր տալիս նրան այդ դեղերը։ Ինչու էին դրանք խառնված այնպիսի համակցությամբ, որը կարող էր վտանգավոր լինել։ Վիտալինան պնդում էր, որ նա պարզապես հետևում է բժիշկների նշանակումներին, բայց երբ երեխաները պահանջեցին տեսնել դեղատոմսերը, Վիտալինան հրաժարվեց։ Սկսվեց դատական պայքար։ Երեխաները մի կողմից, Վիտալինան մյուս կողմից։ Արմենը, որ այլևս չէր կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում, մնաց մեջտեղում, խաղաքար երկու կողմերի միջև։ 1919 թվականին դատարանը որոշեց, որ Արմենը պետք է տեղափոխվի հատուկ բժշկական հաստատություն, որտեղ նա կստանա պատշաճ խնամք։ Վիտալինան դեմ էր, բայց դատարանի որոշումը եղավ վերջնական։ Արմենին տեղափոխեցին, եւ առաջին անգամ երկար ժամանակից հետո նրա երեխաները կարողացան տեսնել նրան առանց Վիտալինայի ներկայության։ Այն, ինչ նրանք տեսան, սարսափեցրեց նրանց։ Արմենը նիհարել էր, նրա մաշկը դարձել էր գորշ, եւ նրա աչքերը կորցրել էին իրենց նախկին փայլը։ Բժիշկները սկսեցին նոր բուժում, եւ կամաց-կամաց Արմենի վիճակը սկսեց բարելավվել։ Նա սկսեց կրկին խոսել, ճանաչել իր երեխաներին եւ նույնիսկ ժպտալ, բայց վնասը արդեն պատճառված էր։ Նրա օրգանիզմը չափազանց թուլացել էր, եւ բժիշկները գիտեին, որ նա չունի շատ ժամանակ։ Բայց ով էր իրականում Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան։ Ինչպես էր նա հայտնվել Արմենի կյանքում։ Ինչ էր նրա իսկական նպատակը։ Հետաքննությունը բացահայտեց, որ Վիտալինան ուներ անցյալ, որի մասին նա երբեք չէր խոսել։ Նա ծնվել էր Ուկրաինայում, փոքր քաղաքում, եւ երիտասարդ տարիքից երազել էր փառքի եւ հարստության մասին։ Նա փորձել էր դառնալ դերասանուհի, բայց չէր ստացվել։ Հետո նա ամուսնացել էր մի հարուստ բիզնեսմենի հետ, բայց ամուսնությունը տևել էր միայն մի քանի տարի։ Ամուսնալուծությունից հետո նա ստացել էր մեծ գումար, բայց այն արագ ծախսել էր շքեղ կյանքի վրա։ Երբ փողը վերջացել էր, նա սկսել էր փնտրել նոր զոհ։ Եվ այդ զոհը դարձավ Արմեն Ջիգարխանյանը, ազգային հերոսը, ով ուներ անուն, փառք եւ գույք։ Մի նախկին ընկերուհին, որը ճանաչում էր Վիտալինային դեռևս Ուկրաինայից, համաձայնեց խոսել անանուն պայմանով։ Նա պատմեց. Վիտալինան միշտ ասում էր, որ ուզում է ամուսնանալ հայտնի մարդու հետ։ Նա ասում էր, որ դա նրա միակ ճանապարհն է դեպի հարստություն եւ ճանաչում։ Երբ նա հանդիպեց Արմենին, նա ինձ ասաց. «Սա իմ ոսկե տոմսն է»։ Այս վկայությունը սարսափեցրեց Արմենի երեխաներին։
Նրանք հասկացան, որ իրենց հայրը դարձել էր խաղաքար մի կնոջ ձեռքում, ով միայն մտածում էր իր սեփական շահերի մասին, բայց ապացույցներ գտնելը դժվար էր։ Վիտալինան խելացի էր եւ զգույշ։ Նա միշտ ապահովագրում էր իրեն, միշտ ուներ պատասխան յուրաքանչյուր հարցի համար։ 1922 թվականի մարտի 7-ին, երբ ամբողջ աշխարհը դեռ ապրում էր պանդեմիայի ստվերում, Արմեն Ջիգարխանյանը մահացավ։ Նրան 87 տարեկան էր։ Պաշտոնական տարբերակը եղավ սրտի անբավարարություն, բայց նրա երեխաները չհավատացին։ Նրանք պահանջեցին ավտոպսիա, բայց Վիտալինան, որպես օրինական կին, ուներ իրավունք արգելել այն, եւ նա արգելեց։ Արմենի մարմինը հրկիզվեց, եւ նրա մոխիրը ցրվեց Երևանի լեռներում, այնտեղ, որտեղ նա սիրում էր քայլել երիտասարդ տարիներին։ Վիտալինան հայտարարեց, որ նա կշարունակի պայքարել Արմենի հիշատակի համար, բայց նրա երեխաները երդվեցին, որ չեն թողնի, որ ճշմարտությունը թաղվի նրա հետ միասին։ Բայց ինչ էր իրականում պատահել այն վերջին տարիներին։ Ինչպես էր հնարավոր, որ մի մարդ, ով ամբողջ կյանքը պայքարել էր եւ հաղթել էր, վերջում դարձավ անօգնական զոհ։ Ով էր իրականում պատասխանատու նրա մահվան համար։ Դա պարզապես տերության բնական հետևանքն էր, թե ինչ-որ մեկը նպաստել էր դրան։ Եվ ամենակարևորը, ինչու են այդ դեղատոմսերը, որոնք գտնվել են նրա տանը, հիմա անհետացել բժշկական արխիվներից։ Ով ուներ իշխանություն եւ շահ, որ ջնջի այդ ապացույցները։ Արդյոք Վիտալինան գործում էր միայնակ, թե ուներ օգնականներ, ովքեր օգնում էին նրան իրականացնել իր ծրագիրը։ Մի նախկին գրիմորը, որը տասնամյակներ աշխատել էր Արմենի հետ, վերջապես համաձայնեց խոսել։ Նա ասաց. «Վերջին տարիներին, երբ Արմենը գալիս էր թատրոն, նա միշտ ուղեկցվում էր Վիտալինայի կողմից։ Նա չէր թողնում, որ մենք խոսենք նրա հետ առանձին։ Մի անգամ ես փորձեցի հարցնել Արմենին, թե ինչպես է նա զգում, բայց Վիտալինան անմիջապես միջամտեց եւ ասաց, որ Արմենը հոգնած է եւ պետք է հանգստանա։ Ես տեսա Արմենի աչքերում ինչ-որ բան, կարծես նա ուզում էր ինչ-որ բան ասել, բայց չէր կարողանում»։ Այս վկայությունը հարուցեց նոր հարցեր։ Արդյոք Արմենը գիտակցում էր, թե ինչ է կատարվում նրա հետ։ Արդյոք նա փորձում էր օգնություն խնդրել, բայց ոչ ոք չէր լսում։ Հետաքննությունը շարունակվում է, բայց պատասխանները դեռևս հեռու են։ Վիտալինան հրաժարվում է տալ հարցազրույցներ, եւ նրա փաստաբանները արգելափակում են յուրաքանչյուր փորձ մոտենալու ճշմարտությանը։ Արմենի երեխաները չեն հանձնվում։ Նրանք պայքարում են դատարաններում, հավաքում են ապացույցներ եւ հույս ունեն, որ մի օր ճշմարտությունը կբացահայտվի։ Բայց ժամանակը անցնում է, եւ յուրաքանչյուր օր, որ անցնում է, ապացույցները դառնում են ավելի դժվար գտնելի։ Վկաները վախենում են խոսել, փաստաթղթերը անհետանում են, եւ ճշմարտությունը թաղվում է ավելի ու ավելի խորը։ Բայց մի բան հստակ է. Արմեն Ջիգարխանյանի պատմությունը դեռ ավարտված ոչ չէ։ Նրա կյանքը, լի փառքով եւ տառապանքով, դարձել է զգուշացում բոլորի համար, ովքեր կարծում են, որ փողը եւ հռչակը կարող են պաշտպանել նրանց չարիքից։ Նրա մահը թողել է հարցեր, որոնց պատասխանները կարող են փոխել ամեն ինչ, ինչ մենք կարծում էինք, որ գիտենք նրա մասին։ Եվ մինչ Վիտալինան շարունակում է ապրել իր շքեղ կյանքով, Արմենի երեխաները շարունակում են պայքարել արդարության համար։ Ով կհաղթի այս պատերազմում։ Ճշմարտությունը, թե սուտը։ Արդարությունը, թե փողը։ Փողը։ Միայն ժամանակը կկարողանա պատասխանել այս հարցերին։ Երբ Վիտալինայի նախկին հարևանուհին բացեց իր հին տնօրինագիրքը, նրա ձեռքերը դողում էին։ Այնտեղ, մոխրագույն էջերի վրա, նա գրել էր ամեն ինչ՝ ամսաթվերը, ժամերը, անունները։ 1919 թվականի հոկտեմբերին, ժամը 3-ին գիշերվա, ես լսեցի աղմուկ Վիտալինայի բնակարանից։ Արմեն Բորիսովիչը աղաղակում էր. «Ինձ օգնեք, ինձ թունավորում են»։ Ես զանգահարեցի ոստիկանություն, բայց երբ նրանք եկան, Վիտալինան բացեց դուռը եւ ժպտաց։ Նա ասաց, որ ամեն ինչ կարգին է, որ ամուսինը պարզապես տեսել է վատ երազ։ Հարևանուհին հիշում է, թե ինչպես ոստիկանները նայեցին միմյանց, ապա Վիտալինային, ապա հեռացան, առանց նույնիսկ մտնելու բնակարան։ Ով էր տվել հրաման չմիջամտել։ Ինչու էին ոստիկանները վարվում այնպես, կարծես Վիտալինան անձեռնմխելի էր։ Եվ ամենակարևորը, ինչու է այդ զանգի մասին հաղորդումը հիմա անհետացել ոստիկանության արխիվներից։ Այդ գիշերը Արմենը փորձեց փախչել, բայց դուռը կողպված էր ներսից։ Նա բանտարկյալ էր սեփական տանը, եւ ոչ ոք չէր լսում նրա աղաղակները։ 1919 թվականի վերջերին, երբ Արմենի վիճակը դարձավ քննադատական, Վիտալինան սկսեց տարօրինակ գործողություններ։ Նա վարձեց անվտանգության ընկերություն, որը տեղադրեց 12 տեսախցիկ ամբողջ բնակարանում։ Պաշտոնական տարբերակը եղավ Արմեմենի անվտանգության համար։ Բայց այդ տեսախցիկները ուղղված էին ոչ թե դեպի դուռը կամ պատուհանները, այլ դեպի Արմենի անկողինը,
դեպի սեղանը, որտեղ նա ուտում էր, դեպի աթոռը, որտեղ նա նստում էր։ Մի տեխնիկ, որը տեղադրել էր այդ համակարգը, հիշում է. «Ես հարցրի Վիտալինային, թե ինչու է անհրաժեշտ այսքան մանրամասն հսկողություն»։ Նա պատասխանեց. «Որպեսզի ապացուցեմ, որ ես լավ եմ խնամում նրան»։ Բայց ում էր նա ուզում ապացուցել։ Դատարանին, որը արդեն կասկածում էր նրա մեջ։ Հասարակությանը, որը սկսել էր խոսել։ Թե ինքն իրեն, որպեսզի հիշեր, թե ինչպես է կատարել իր ծրագիրը։ Այդ տեսագրությունները երբեք չեն հրապարակվել, եւ երբ Արմենի երեխաները պահանջեցին դրանք տեսնել, Վիտալինայի փաստաբանները հայտարարեցին, որ ֆայլերը պատահաբար ջնջվել են։ Բայց մի մարդ տեսավ այդ տեսագրությունները, անվտանգության ընկերության տնօրենը, որը պահպանել էր պատճենները։ Նա համաձայնեց խոսել միայն անանուն պայմանով, քանի որ վախենում էր իր կյանքի համար։ Նրա պատմածը սարսափեցնող էր։ Մի տեսագրության վրա ես տեսա, թե ինչպես Վիտալինան մտավ սենյակ, ձեռքին փոքրիկ շիշ։ Արմեն Բորիսովիչը քնած էր։ Նա բացեց շիշը եւ լցրեց մի քանի կաթիլ նրա ջրի բաժակի մեջ։ Ապա նա արթնացրեց նրան եւ ասաց. «Խմիր, սիրելիս, դա քո դեղն է»։ Արմենը խմեց եւ մի քանի րոպե անց սկսեց ճչալ. Ինձ այրում է նմե ներսից։ Տնօրենը ասում է, որ նա անմիջապես հասկացավ ինչ-որ բան սխալ է, բայց երբ փորձեց զանգահարել ոստիկանություն, նրան սպառնացին։ Անհայտ ձայնը հեռախոսով ասաց. «Եթե խոսես, քո ընտանիքը կտուժի»։ Նա լռեց, բայց պահպանեց տեսագրությունները որպես ապահովագրություն։ Հիմա նա պատրաստ է դրանք հանձնել դատարանին, բայց միայն եթե նրան երաշխավորվի պաշտպանություն։ 1922 թվականի հունվարին, երբ Արմենի առողջությունը դարձավ այնքան վատ, որ նա այլևս չէր կարողանում ինքնուրույն շարժվել, Վիտալինան սկսեց նոր փուլ։ Նա հրավիրեց լրագրողների եւ տվեց հարցազրույց, որտեղ լաց եղավ եւ պատմեց, թե ինչպես է նվիրաբերում իր կյանքը, խնամելու իր սիրելի ամուսնուն։ Նա ցույց տվեց լուսանկարներ, որտեղ նա կերակրում էր Արմենին, լողացնում էր նրան, կարդում էր նրան գրքեր։ Հանրությունը հուզվեց, եւ շատերը սկսեցին պաշտպանել Վիտալինային, ասելով, որ նա իսկական սեր է ցույց տալիս։ Բայց Արմենի երեխաները տեսան այլ բան։ Նրանք նկատեցին, որ բոլոր այդ լուսանկարները բեմադրված էին։ Արմենի դեմքը լուսանկարներում արտահայտություն չուներ, նրա աչքերը դատարկ էին, եւ նրա մարմինը թվում էր անշունչ։ Մի լուսանկարիչ, որը ներկա էր այդ նկարահանմանը, հիշում է. Վիտալինան պահանջեց, որ մենք նկարենք միայն այն, ինչ նա ցույց է տալիս։ Երբ Արմենը սկսեց հառաչել, նա ժպտաց դեպի տեսախցիկը եւ ասաց. նա պարզապես հոգնած է։ Բայց ամենասարսափելին դեռ առաջ էր։ 1922 թվականի փետրվարին, երբ Արմենի երեխաները վերջապես ստացան դատարանի թույլտվությունը այցելելու հորը, նրանք գտան նրան այնպիսի վիճակում, որը նրանք երբեք չէին պատկերացրել։ Արմենը պառկած էր անկողնում։ Նրա մարմինը ծածկված էր վերքերով եւ սենյակում հոտ էր գալիս փտացության։ Բժիշկները, որոնք անմիջապես կանչվեցին, ասացին, որ այդ վերքերը առաջացել էին երկարատև անշարժությունից եւ անբավարար խնամքից։ Բայց ինչպես էր դա հնարավոր, երբ Վիտալինան պնդում էր, որ նա օր եւ գիշեր խնամում է Արմենին։ Ուր էին այն բուժքույրերը, որոնց նա ենթադրաբար վարձել էր։ Ուր էին այն դեղերը, որոնք պետք է բուժեին նրան։ Երեխաները պահանջեցին պատասխաններ, բայց Վիտալինան պարզապես լաց եղավ եւ ասաց. «Ես արեցի ամեն ինչ, ինչ կարող էի»։ Բայց արդյոք դա ճշմարտություն էր, թե դա եղավ վերջին փորձը թաքցնելու իր հանցագործությունը։ Մի նախկին բուժքույր, որը Վիտալինան ենթադրաբար վարձել էր, վերջապես համաձայնեց խոսել։ Նա ասաց. Վիտալինան զանգահարեց ինձ 1922 թվականի հունվարին եւ առաջարկեց աշխատանք։ Նա ասաց, որ ինձ անհրաժեշտ է խնամել նրա ամուսնուն, բայց երբ ես եկա եւ տեսա Արմեն Բորիսովիչի վիճակը, ես անմիջապես հասկացա, որ նրան անհրաժեշտ է հիվանդանոց։ Ես ասացի Վիտալինային, բայց նա հրաժարվեց։ Նա ասաց. «Ես գիտեմ, թե ինչ է անհրաժեշտ նրան»։ Ես աշխատեցի միայն 3 օր, քանի որ չէի կարող տեսնել, թե ինչպես է նա տառապում։ Երբ ես հեռացա, Վիտալինան սպառնաց ինձ, որ եթե ես խոսեմ, նա կդատի ինձ։ Այս վկայությունը հաստատում է, որ Վիտալինան գիտակցաբար անտեսում էր Արմենի կարիքները եւ թույլ էր տալիս նրա վիճակը վատանալ։ Բայց ինչու։ Ինչ էր նրա նպատակը։ Արդյոք նա ուզում էր, որ Արմենը մահանա, որպեսզի ժառանգի նրա ամբողջ գույքը։ 1922 թվականի մարտի սկզբին, երբ Արմենի վիճակը դարձավ քննադատական, Վիտալինան կատարեց իր վերջին քայլը։ Նա հրավիրեց նոտարին եւ պահանջեց, որ Արմենը փոխի իր կտակը։ Նոտարը, որը տեսավ Արմենի վիճակը, հրաժարվեց։ Նա ասաց. «Այս մարդը չի կարող ընդունել որոշումներ։ Նա նույնիսկ չի կարող խոսել»։ Բայց Վիտալինան պնդեց, եւ երբ նոտարը շարունակեց հրաժարվել, նա սպառնաց նրան դատական հայցով։ Նոտարը վերջապես համաձայնեց, բայց նա գրանցեց ամեն ինչ, Արմենի անկարողությունը ստորագրել,
Վիտալինայի ճնշումը եւ իր սեփական կասկածները։ Այդ գրառումները հիմա դարձել են կարևոր ապացույց դատական գործում։ Բայց արդյոք դա բավական է, որպեսզի ապացուցվի, որ Վիտալինան մեղավոր է։ Արդյոք դատարանը կընդունի այդ ապացույցները, թե կհամարի դրանք անբավարար։ Երբ Արմեն Ջիգարխանյանը մահացավ մարտի 7-ին, Վիտալինան անմիջապես սկսեց գործել։ Նա արգելեց ավտոբուսյան, հրամայեց հրկիզել մարմինը եւ մի շաբաթվա ընթացքում վաճառեց Արմենի բնակարանը։ Գումարը մոտավորապես $2 միլիոն փոխանցվեց նրա անձնական հաշվին։ Արմենի երեխաները փորձեցին կանգնեցնել վաճառքը, բայց ուշ էր։ Նոր սեփականատերը արդեն տեղափոխվել էր, եւ բնակարանը, որտեղ Արմենը ապրել էր իր վերջին տարիները, այլևս չէր գոյություն։ Վիտալինան տեղափոխվեց Մոսկվա, գնեց շքեղ բնակարան կենտրոնում եւ սկսեց նոր կյանք։ Նա տվեց հարցազրույցներ, որտեղ պատմեց, թե ինչպես է նա տառապում Արմենի կորստից, բայց նրա աչքերում չկար ցավ։ Կար միայն հաղթանակի փայլ։ Բայց Արմենի երեխաները չհանձնվեցին։ Նրանք վարձեցին լավագույն փաստաբաններին, հավաքեցին բոլոր հնարավոր ապացույցները եւ սկսեցին դատական պայքար։ Նրանք պահանջեցին, որ Վիտալինան վերադարձնի գույքը, որը նա ստացել էր Արմենից։ Նրանք պահանջեցին, որ նրան քննեն հնարավոր հանցագործության համար։ Բայց Վիտալինայի փաստաբանները ուժեղ էին եւ նրանք արգելափակեցին յուրաքանչյուր փորձ։ Դատական գործը շարունակվում է արդեն 2 տարի եւ դեռևս չկա վերջնական որոշում։ Արմենի երեխաները հոգնել են, բայց նրանք չեն հանձնվում։ Նրանք գիտեն, որ եթե նրանք դադարեն պայքարել, Վիտալինան կհաղթի եւ Արմենի հիշատակը կմնա կեղծիքների եւ սուտերի ստվերում։ Արդյոք նրանք կհասնեն արդարության, թե Վիտալինան կշարունակի ապրել իր շքեղ կյանքով Արմենի փողերով։ Բայց կա մեկ այլ հարց, որը դեռևս չի պատասխանվել։ Ո՞վ էր օգնում Վիտալինային։ Ինչպես էր նա կարողանում խուսափել ոստիկանությունից, դատարաններից, հետաքննություններից։ Ո՞վ էր այն ուժը, որը պաշտպանում էր նրան։ Հետաքննողները հայտնաբերեցին, որ Վիտալինան ուներ կապեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Մի նախկին ոստիկան, որը աշխատել էր այդ գործի վրա, հիշում է. ամեն անգամ, երբ մենք փորձում էինք մոտենալ Վիտալինային, մեզ զանգահարում էին վերևից եւ ասում. «Դադարեցրեք»։ Ո՞վ էր այդ վերևը։ Ինչու էին նրանք շահագրգռված պաշտպանել Վիտալինային։ Արդյոք նրանք ստացել էին փող, թե Վիտալինան ուներ նրանց վրա կոմպրոմատ։ Այս հարցերը դեռևս սպասում են պատասխանների, եւ մինչ դրանք չեն պատասխանվում, ճշմարտությունը կմնա թաքնված։ 1922 թվականի ամռանը, 6 ամիս Արմենի մահից հետո, մի անհայտ անձ ուղարկեց Արմենի երեխաներին փաթեթ։ Այն պարունակում էր տասնյակ փաստաթղթեր, բանկային փոխանցումներ, դեղատոմսեր, բժշկական եզրակացություններ եւ նամակներ։ Այդ փաստաթղթերը ապացուցում էին, որ Վիտալինան կանոնավոր փոխանցում էր մեծ գումարներ անհայտ հաշիվներին։ Նրանք ապացուցում էին, որ Արմենին տրվող դեղերը չէին համապատասխանում բժիշկների նշանակումներին։ Եվ նրանք ապացուցում էին, որ Վիտալինան կանոնավոր փոխանցում էր մեծ գումարներ անհայտ հաշիվներին։ Նրանք ապացուցում էին, որ Արմենին տրվող դեղերը չէին համապատասխանում բժիշկների նշանակումներին։ Եվ նրանք ապացուցում էին, որ Վիտալինան կանոնավոր փոխանցում էր մեծ գումարներ անհայտ հաշիվներին։ Նրանք ապացուցում էին, որ Արմենին տրվող դեղերը չէին համապատասխանում բժիշկների նշանակումներին։ Եվ նրանք ապացուցում էին, որ Վիտալինան կանոնավոր փոխանցում էր մեծ գումարներ անհայտ հաշիվներին։ Նրանք ապացուցում էին, որ Արմենին տրվող դեղերը չէին համապատասխանում թե վրեժխնդրություն։ Անհայտ անձը թողեց միայն մի նամակ. «Ես չեմ կարող ավելի լռել, ճշմարտությունը պետք է բացահայտվի»։ Այդ փաստաթղթերը փոխեցին ամեն ինչ։ Դատարանը համաձայնեց վերաբացել գործը եւ Վիտալինային կանչեցին հարցաքննության։ Նա ժխտեց ամեն ինչ, ասելով, որ փաստաթղթերը կեղծ են եւ որ ինչ-որ մեկը փորձում է վարկաբեկել նրան։ Բայց փորձագետները հաստատեցին, որ փաստաթղթերը իսկական են եւ որ ստորագրությունները պատկանում են Վիտալինային։ Դատարանը հրամայեց նրան ներկայացնել իր ֆինանսական հաշվետվությունները, բայց Վիտալինան հրաժարվեց։ Նրա փաստաբանները պատասվեց։ Նրա փաստաբանները պնդեցին, որ դա խախտում է նրա անձնական կյանքի իրավունքը, բայց դատարանը մերժեց այդ փաստարկը։ Վիտալինան հայտնվեց անկյունում եւ առաջին անգամ նրա վստահությունը սկսեց տատանվել։ Արդյոք դա սկիզբն է նրա վերջի, թե նա կգտնի նոր ճանապարհ խուսափելու արդարությունից։ Բայց ամենակարևոր հարցը դեռևս մնում է անպատասխան։ Ինչու։ Արմեն Ջիգարխանյանը, մարդը, որը ամբողջ կյանքը պայքարել էր եւ հաղթել էր, թույլ տվեց, որ Վիտալինան վերահսկի իր կյանքը։ Արդյոք նա իսկապես սիրում էր նրան, թե նա պարզապես հոգնել էր պայքարելուց եւ ուզում էր հանգիստ։ Արդյոք նա գիտեր, թե ինչ է կատարվում, բայց չէր կարողանում դիմադրել, թե նա մենամինչև վերջ հավատում էր, որ Վիտալինան իսկապես հոգ է տանում նրա մասին։ Այս հարցերը երբեք չեն ստանա պատասխան, քանի որ Արմեն այլևս չկա, որպեսի պատմի իր պատմությունը։ Բայց նրա երեխաները, նրա ընկերները եւ բոլոր նրանք, ովքեր սիրում էին նրան, շարունակում են փնտրել ճշմարտությունը։
եւ նրանք չեն դադարի, մինչեւ չգտնեն այն։ Արդյոք Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան իսկապես սպանեց Արմեն Ձիգարխանյանին։ Արդյոք նա պլանավորեց ամեն ինչ սկզբից, թե դա պարզապես դարձավ հնարավորություն, որը նա օգտագործեց։ Արդյոք նա գործում էր միայնակ, թե ուներ օգնականներ, ովքեր օգնում անեկնում էին նրան իրականացնել իր ծրագիրը։ Եվ ամենակարևորը, արդյոք արդարությունը երբևէ կհասնի, թե Վիտալինան կշարունակի ապրել իր շքեղ կյանքով Արմենի փողերով, մինչդեռ նրա հիշատակը կմնա կեղծիքների եւ սուտերի ստվերում։ Միայն ժամանակը կկարողանա պատասխանել այս հարցերին, բայց մի բան հստակ է. Արմեն Ջիգարխանյանի պատմությունը դեղավարտված չէ եւ պայքարը արդարության համար շարունակվում է։ Երբ Արմենի անձնական բժիշկը վերջապես համաձայնեց խոսել 30 տարվա լռությունից հետո, նրա ձեռքերը դողում էին այնպես, որ չէր կարողանում բռնել թեյի բաժակը։ Նա բացեց իր հին բժշկական պայուսակը եւ հանեց մի փաթեթ, լի դեղատոմսերով, որոնք երբեք չպետք է գոյություն ունենային։ 1919 թվականից սկսած ես ստիպված էի ստորագրել դեղատոմսեր, որոնք ես երբեք չէի նշանակել։ Վիտալինան բերում էր ինձ արդեն լրացված թերթիկներ եւ ասում. «Ստորագրիր կամ կորցնես իրավունքդ»։ Բժիշկը հիշում է, թե ինչպես նա փորձեց հրաժարվել, բայց Վիտալինան ցույց տվեց նրան լուսանկարներ բժշկի սեփական անցյալից, բաներ, որոնք կարող էին ավերել նրա կարիերան։ Նա ստիպված էր ստորագրել, եւ յուրաքանչյուր անգամ, երբ նա տեսնում էր Արմենի տառապանքը, նա զգում էր, թե ինչպես է իր հոգին մահանում։ Այդ դեղերը, սրտի համար նախատեսված դեղամիջոցները, խառնված էին հոգեմետ պրեպարատների հետ այնպիսի համակցությամբ, որը կարող էր հանգեցնել հալյուցինացիաների, հիշողության կորստի եւ օրգանիզմի ընդհանուր թուլացման։ Ով էր սովորեցրել Վիտալինային այդ մահացու խառնուրդը։ Արդյոք նա ուներ բժշկական կրթություն, որի մասին ոչ ոք չգիտեր, թե ինչ-որ մեկը ուսուցանում էր նրան ինչպես դանդաղ սպանել մարդուն առանց հետքեր թողնելու։ 1922 թվականի հունվարի վերջերին, երբ ձյունը ծածկել էր Երևանի փողոցները եւ քաղաքը թվում էր սառած ժամանակի մեջ, Արմենի վիճակը հասավ այնպիսի կետի, որ նույնիսկ Վիտալինան չէր կարող այլևս թաքցնել ճշմարտությունը։ Նրա մարմինը դարձել էր կմախքի նման նիհար, նրա մաշկը ձեռք էր առել դեղնավուն երանգ, եւ նրա աչքերը, այն աչքերը, որոնք երբեմն հիացմունք էին առաջացնում հազարավոր սրտերում, այժմ դատարկ էին նայում առաստաղին։ Բայց ամենասարսափելին այն էր, որ երբ Արմենի երեխաները վերջապես ստացան թույլտվություն մտնել սենյակ, նրանք լսեցին, թե ինչպես է հայրը շշնջում ինչ-որ բառեր։ Նրանք մոտեցան, եւ այն, ինչ նրանք լսեցին, սառեցրեց նրանց արյունը։ Արմենը կրկնում էր նույն արտահայտությունը կրկին ու կրկին. «Նա ինձ թունավորում է, նա ինձ թունավորում է, խնդրում եմ, հավատացեք ինձ»։ Երեխաները փորձեցին հանգստացնել նրան, բայց Արմենը սկսեց ճչալ այնքան բարձր, որ Վիտալինան վազեց սենյակ եւ պահանջեց, որ նրանք անմիջապես հեռանան։ Նա ասաց. «Դուք նրան հուզում եք, դուք վնասում եք նրա առողջությանը»։ Բայց ով էր իրականում վնասում Արմենին։ Ով էր այն մարդը, որը ամեն օր, ամեն ժամ կամաց-կամաց սպանում էր լեգենդին։ Մի նախկին դատախազ, որը հետաքննել էր նմանատիպ գործեր, համաձայնեց վերլուծել Արմենի բժշկական փաստաթղթերը։ Այն, ինչ նա գտավ, ցնցեց նույնիսկ նրան մարդուն, որը տասնամյակներ տեսել էր մարդկային դաժանության ամենատարբեր դրսևորումները։ Այս դեղերի համակցությունը չի կարող լինել պատահական, սա ծրագրված է։ Ով որ նշանակել է այս բուժումը, գիտեր ճիշտ այն, ինչ անում է։ Այս դեղերը, երբ խառնվում են, ստեղծում են էֆեկտ, որը նման է դանդաղ թունավորման։ Օրգանիզմը կամաց-կամաց փլուզվում է, բայց արտաքին նշանները կարող են թվալ բնական ծերացման հետևանք։ Դատախազը ցույց տվեց կոնկրետ օրինակներ, ինչպես է սրտի դեղը, երբ խառնվում է որոշակի հոգեմետ պրեպարատների հետ, առաջացնում լյարդի եւ երիկամների անբավարարություն։ Ինչպես է մեկ այլ դեղամիջոց, որը նախատեսված է ճնշումը կարգավորելու համար, երբ համատեղվում է հակաթրոմբոցիտային դեղերի հետ, կարող է հանգեցնել ներքին արյունահոսությունների։ Եվ ամենակարևորը, ինչպես է այս ամբողջ համակարգը նախագծված այնպես, որ մահը թվա բնական։ Բայց Վիտալինան չէր գործում միայնակ իր ամենամութ պլանի իրականացման մեջ։ Հետաքննությունը բացահայտեց, որ նա ուներ ամբողջ ցանց մարդկանց, ովքեր օգնում էին նրան։ Կար մի դեղագործ, որը կեղծում էր դեղատոմսերը եւ տրամադրում էր դեղեր առանց պատշաճ փաստաթղթավորման։ Կար մի նոտար, որը փակում էր աչքերը անկանոն փաստաթղթերի վրա։ Կար մի փաստաբան, որը սովորեցել էր Վիտալինային ինչպես շրջանցել օրենքը։ Եվ կար մի անհայտ մարդ, որի անունը երբեք չի հիշատակվել, բայց ով ըստ վկաների հանդիպում էր Վիտալինայի հետ գիշերները, մութ սրճարաններում եւ հեռավոր հյուրանոցներում։ Ով էր այդ մարդը։ Ինչ դեր էր նա խաղում այս սարսափելի թատրոնում։ Արդյոք նա եղավ հիմնական ճարտարապետը, իսկ Վիտալինան պարզապես գործիքը, թե նրանք եղան գործընկերներ մի ծրագրում, որը սկսվել էր շատ ավելի վաղ, քան ցանկացած մեկը կարող էր պատկերացնել։
1922 թվականի փետրվարի սկզբին, երբ Արմենի երեխաները վերջապես ստացան իրավունք տեղափոխել հորը հատուկ բժշկական կենտրոն, բժիշկները սկսեցին նոր բուժում։ Նրանք դադարեցրին բոլոր այն դեղերը, որոնք Վիտալինան տալիս էր, եւ սկսեցին մաքրել Արմենի օրգանիզմը թունավոր նյութերից։ Եվ տեղի ունեցավ հրաշք։ 2 շաբաթվա ընթացքում Արմենը սկսեց կրկին խոսել։ Նա սկսեց ճանաչել իր երեխաներին, նա սկսեց հիշել իր անցյալը։ Բժիշկները զարմացած էին, ինչպես է հնարավոր, որ մարդը, որին համարում էին անվերադարձ հիվանդ, հանկարծ սկսեց ցույց տալ բարելավման նշաններ։ Բայց այդ բարելավումը եկավ չափազանց ուշ։ Արմենի օրգանիզմը արդեն չափազանց վնասված էր։ Նրա լյարդը, նրա երիկամները, Նրա սիրտը բոլորը եղել էին ենթարկված տարիների թունավորման, եւ նրանք այլևս չէին կարող ամբողջությամբ վերականգնվել։ Բժիշկները գիտեին, որ Արմենին մնացել է միայն մի քանի շաբաթ, գուցե ամիսներ, բայց ոչ ավելին։ Այդ վերջին շաբաթներին Արմենը փորձեց պատմել իր պատմությունը։ Նա նստում էր իր անկողնում, շրջապատված իր երեխաներով, եւ խոսում էր դանդաղ, դժվարությամբ, բայց համառորեն։ Նա պատմեց, թե ինչպես է Վիտալինան սկզբում թվացել նրան փրկություն, լույս մութ թունելի վերջում։ Նա պատմեց, թե ինչպես է նա կամաց-կամաց սկսել վերահսկել յուրաքանչյուր ասպեկտ նրա կյանքի, նրա ֆինանսները, նրա հանդիպումները, նրա բժշկական բուժումը։ Նա պատմեց, թե ինչպես է նա սկսել զգալ, որ ինչ-որ բան սխալ է, բայց ամեն անգամ, երբ փորձում էր խոսել, Վիտալինան համոզում էր նրան, որ դա պարզապես նրա պարանոյան է։ Եվ նա պատմեց, թե ինչպես է վերջին ամիսներին հասկացել, որ Վիտալինան սպանում է իրեն, բայց արդեն չափազանց ուշ էր ինչ-որ բան անելու համար։ Նրա ձայնը խզվում էր, երբ նա ասում էր. «Ես փորձեցի պայքարել, Բայց ես չափազանց թույլ էի։ ես փորձեցի աղաղակել, բայց ոչ ոք չլսեց»։ Բայց ամենասարսափելի բացահայտումը եկավ, երբ Արմենը պատմեց մի դրվագ, որը տեղի էր ունեցել 1922 թվականի հունվարին։ Նա հիշում էր, թե ինչպես է մի գիշեր արթնացել եւ տեսել Վիտալինային կանգնած իր անկողնու կողքին, ձեռքին փոքրիկ շիշ։ Նա հիշում էր, թե ինչպես է Վիտալինան շշնջացել. «Շուտով ամեն ինչ կավարտվի, եւ ես կստանամ այն, ինչ ինձ պատկանում է»։ Արմենը փորձել էր շարժվել, փորձել էր խոսել, բայց նրա մարմինը չէր հնազանդվում։ Նա կարողացել էր միայն դիտել, թե ինչպես է Վիտալինան լցնում այդ հեղուկը իր ջրի բաժակի մեջ եւ ապա հեռանում սենյակից ժպտալով։ Հաջորդ առավոտ Արմենը խմել էր այդ ջուրը, եւ մի քանի ժամ անց նրա վիճակը դարձել էր քննադատական։ Այդ օրը նրան տեղափոխել էին հիվանդանոց, եւ բժիշկները ասել էին, որ նա ունեցել է սրտի կաթված։ Բայց Արմենը գիտեր ճշմարտությունը։ Դա չէր եղել կաթված, դա եղել էր թունավորում։ Երբ Արմենի երեխաները լսեցին այս պատմությունը, նրանք անմիջապես դիմեցին ոստիկանություն։ Նրանք պահանջեցին, Որ Վիտալինային ձերբակալեն եւ քննեն սպանության փորձի մեջ։ բայց ոստիկանությունը հրաժարվեց գործել։ Նրանք ասացին, որ Արմենի վկայությունը չի կարող համարվել հուսալի, քանի որ նա ունի հիշողության խնդիրներ եւ հնարավոր է, որ նա շփոթում է իրականությունը երևակայության հետ։ Արմենի երեխաները զայրացան։ Նրանք պահանջեցին անկախ հետաքննություն, բայց յուրաքանչյուր դուռ, որ նրանք թակեցին, փակվեց նրանց դեմքին։ Ո՞վ էր պաշտպանում Վիտալինային։ Ինչու էր համակարգը մերժում տեսնել ակնհայտ ապացույցները։ Արդյոք դա եղավ կոռուպցիայի արդյունք, թե ինչ-որ ավելի խորը եւ ավելի մութ ուժերի գործը։ 1922 թվականի փետրվարի վերջերին Արմենի վիճակը կրկին սկսեց վատանալ։ Բժիշկները արեցին ամեն ինչ, ինչ կարող էին, բայց վնասը չափազանց խորն էր։ Արմենի օրգանիզմը հրաժարվում էր պայքարել։ Նա սկսեց մերժել սնունդը, սկսեց կորցնել գիտակցությունը ավելի ու ավելի հաճախ, եւ նրա ընտանիքը հասկացավ, Որ վերջը մոտ է։ բայց նույնիսկ այդ վերջին օրերին Արմենը շարունակում էր պայքարել։ Նա շարունակում էր պատմել իր պատմությունը բոլորին, ովքեր պատրաստ էին լսել։ Նա ուզում էր, որ աշխարհը իմանա ճշմարտությունը։ Նա ուզում էր, որ Վիտալինան չկարողանա խուսափել արդարությունից, եւ նա ուզում էր, որ նրա մահը չլինի զուր։ Նա ուզում էր, որ նրա պատմությունը դառնա զգուշացում բոլորի համար, ովքեր կարող են հայտնվել նմանատիպ իրավիճակում։ Բայց մինչ Արմենը պառկած էր իր մահճակալում եւ պայքարում էր կյանքի համար, Վիտալինան շարունակում էր իր սեփական խաղը։ Նա տվեց հարցազրույց մի հայտնի հեռուստաալիքի, որտեղ լաց եղավ եւ պատմեց, թե ինչպես է նա տառապում, որ Արմենի երեխաները չեն թողնում նրան տեսնել իր սիրելի ամուսնուն։ Նա ասաց. «Ես միայն ուզում եմ լինել նրա կողքին նրա վերջին օրերին, բայց նրանք արգելում են ինձ»։ Հանրությունը, որը չգիտեր ճշմարտությունը, սկսեց կարեկցել Վիտալինային։ Մարդիկ սկսեցին գրել սոցիալական ցանցերում, որ Արմենի երեխաները դաժան են եւ անմարդկային։ Բայց նրանք, ովքեր գիտեին ճշմարտությունը, հասկանում են, Որ Վիտալինան կրկին խաղում է իր ամենավտանգավոր խաղը՝ հանրային կարծիքի մանիպուլյացիան։ նա փորձում էր ներկայանալ որպես զո, մինչդեռ իրականում նա եղել էր դահիճը։ Եվ ապա եկավ այն օրը, երբ Արմենը վերջին անգամ բացեց իր աչքերը։
Նրա երեխաները նստած էին նրա կողքին, բռնած էին նրա ձեռքերը եւ լսում էին նրա վերջին խոսքերը։ Արմենը նայեց նրանց աչքերի մեջ եւ շշնջաց. «Մի թողեք, որ նա հաղթի։ Մի թողեք, որ ճշմարտությունը թաղվի իմ հետ միասին։ Պայքարեք մինչև վերջ»։ Եվ ապա նրա աչքերը փակվեցին եւ նրա սիրտը դադարեց զարկել։ Արմեն Ջիգարխանյանը, լեգենդը, հերոսը, տաղանդավոր դերասանը, մահացավ ոչ թե ծերության բնական հետևանքով, այլ որպես զոհ մի կնոջ, ով տեսավ նրա մեջ միայն փող եւ փառք։ Նրա մահը թողեց հարցեր, որոնք դեռևս սպասում են պատասխանների, եւ վերք, որը երբեք չի բուժվի։ Բայց Արմենի պատմությունը չավարտվեց նրա մահով։ Նրա երեխաները, ինչպես նա խնդրել էր, շարունակեցին պայքարել։ Նրանք հավաքեցին բոլոր ապացույցները, գտան բոլոր վկաներին եւ ներկայացրին դատարանին մի գործ, որը չէր կարող անտեսվել։ Նրանք պահանջեցին, որ Վիտալինային քննեն ոչ միայն ֆինանսական խարդախության, այլև սպանության մեջ։ Դատարանը վերջապես համաձայնեց լսել գործը, եւ 1922 թվականի ամռանը սկսվեց դատական գործընթացը, որը պետք է որոշեր Վիտալինայի ճակատագիրը։ Բայց արդյոք արդարությունը կհասնի, թե Վիտալինան կգտնի նոր ճանապարհ, խուսափելու պատասխանատվությունից։ Արդյոք Արմենի զոհաբերությունը կլինի զուր, թե նրա պատմությունը կփոխի ինչ-որ բան այս անարդար աշխարհում։ Արդյոք դուք հավատում եք, որ մի մարդ կարող է այդքան դաժան լինել, դանդաղ սպանելու իր սիրելիին փողի համար։ Արդյոք դուք կարծում եք, որ համակարգը երբևէ կպաշտպանի անմեղ զոհերին այնպիսի հզոր եւ խորամանկ մարդկանցից, ինչպիսին Վիտալինան է։ Եվ ամենակարևորը, արդյոք Արմեն Ջիգարխանյանի հիշատակը կմնա որպես լեգենդի հիշատակ, թե որպես զգուշացում այն մասին, թե ինչպես կարող է փառքը եւ հռչակը դառնալ անեծք, երբ սխալ մարդիկ մտնում են քո կյանք։ Երբ դատարանի դահլիճի դռները բացվեցին, 1922 թվականի ապրիլի 12-ին ներսում նստած էր մի կին, որի անունը երբեք չէր հիշատակվել հրապարակայնորեն, բայց ով տասնամյակներ աշխատել էր Խորհրդային Միության ամենազգույշ հաստատություններից մեկում։ Նա եղել էր քիմիկոս, մասնագիտացած թույների եւ դանդաղ գործող նյութերի մեջ, որոնք օգտագործվում էին հատուկ օպերացիաներում։ Երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, նա կորցրեց իր աշխատանքը, բայց ոչ իր գիտելիքները։ Այս կինը, Լյուդմիլա Սերգեևնան, նստած էր վկաների տեղում եւ դողացող ձայնով սկսեց պատմել իր պատմությունը։ 1908 թվականին Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայան եկավ իմ մոտ։ Նա ասաց, որ ունի ծեր ամուսին, ով տառապում է անքնությունից եւ անհանգստությունից, եւ ուզում է իմանալ, թե ինչ բնական միջոցներ կարող են օգնել նրան։ Ես անմիտ հավատացի նրան։ Լյուդմիլան պատմեց, թե ինչպես է Վիտալինան կկամաց-կամաց սկսել հարցնել ավելի կոնկրետ հարցեր, որ նյութերը կարող են առաջացնել հիշողության կորուստ, որոնք կարող են թուլացնել սիրտը, որոնք կարող են ներկայանալ որպես բնական ծերացման նշաններ։ Եվ Լյուդմիլան, ով միայնակ էր եւ կարիքի մեջ, պատասխանեց յուրաքանչյուր հարցի, չհասկանալով, որ տալիս է մահվան բաղադրատոմսը։ Ինչու Լյուդմիլան լռել էր այսքան երկար ժամանակ։ Ինչու նա որոշեց խոսել միայն հիմա, երբ Արմենը արդեն մահացել էր։ Արդյոք նա վախենում էր Վիտալինայից, թե իր սեփական խղճի խայթից, որը վերջապես դարձավ անտանելի։ Դատավարության ընթացքում բացահայտվեցին մանրամասներ, որոնք սարսափեցրին նույնիսկ փորձառու դատավորներին։ Պարզվեց, որ Վիտալինան սկսել էր պլանավորել իր գործողությունները ոչ թե 1919 թվականին, երբ Արմենի առողջությունը սկսեց վատանալ, այլ շատ ավելի վաղ, 1912 թվականին, երբ նրանք ամուսնացան։ Մի նախկին ընկերուհի, որը ապրում էր Կիևում, ներկայացվեց դատարանին հին նամակներ 912 թվականին, երբ նրանք ամուսնացան։ Մի նախկին ընկերուհի, որը ապրում էր Կիևում, ներկայացրեց դատարանին հին նամակներ 912 թվականին, երբ նրանք ամուսնացան։ Մի նախկին ընկերուհի, որը ապրում էր Կիևում, ներկայացրեց դատարանին հին նամակներ 912 թվականին, երբ նրանք ամուսնացան։ Մի նախկին ընկերուհի, որը ապրում էր Կիևում, ներկայացրեց դատարանին հին նամակներ 912 թվականին, երբ նրանք ամուսնացան։ Մի նախկին ընկերուհի, որը ապրում էր Կիևում, ներկայացրեց դատարանին հին նամակներ 912։ Նա հիվանդ է, եւ ոչ ոք չի կասկածի, երբ նա վերջապես հեռանա։ Ես պետք է միայն համբերատար լինեմ եւ սպասեմ ճիշտ պահին։ Այս նամակները ապացուցում էին, որ Վիտալինայի գործողությունները չէին եղել իմպուլսիվ կամ հուզական։ Դա եղել էր սառը, հաշվարկված, տարիներ տևող ծրագիր, ուղղված մի մարդու դանդաղ ոչնչացմանը։ Բայց ամենաշոկային բացահայտումը եկավ, երբ դատախազը ներկայացրեց ապացույցներ, որոնք ցույց էին տալիս, որ Վիտալինան ունեցել է նաև այլ զոհեր։ Հետաքննությունը բացահայտեց, որ նախքան Արմենին հանդիպելը, Վիտալինան եղել է ամուսնացած 3 այլ տարեց եւ հարուստ տղամարդկանց հետ։
Բոլոր երեքը մահացել էին բնական պատճառներով մի քանի տարվա ընթացքում ամուսնությունից հետո, եւ յուրաքանչյուր դեպքում Վիտալինան ժառանգել էր նրանց գույքի զգալի մասը։ Մի դեպքում հարուստ բիզնեսմենը մահացել էր սրտի կաթվածից 1905 թվականին։ Մեկ այլ դեպքում թոշակարու գեներալը ընկել էր աստիճաններից եւ մահացել էր գլխի վնասվածքից 1908 թվականին։ Երրորդ դեպքում հայտնի գրողը ինքնասպան էր եղել 1902 թվականին։ Բոլոր այդ դեպքերում ոստիկանությունը չէր գտել կասկածելի հանգամանքներ եւ գործերը փակվել էին։ Բայց հիմա, երբ դատախազները վերաբացեցին այդ գործերը եւ վերլուծեցին դրանք Արմենի գործի համատեքստում, նրանք տեսան նմանություններ, որոնք չէին կարող լինել պատահական։ Վիտալինան չէր եղել պարզապես մի կին, ով սիրահարվել էր Արմենին եւ ապա դարձել էր դաժան։ Նա եղել էր սերիական սպանող, որը որսում էր տարեց, հարուստ տղամարդկանց եւ դանդաղ սպանում էր նրանց, ժառանգելու նրանց հարստությունը։ Դատավարության ընթացքում Վիտալինան նստում էր դատավարության դահլիճում անշարժ դեմքով, առանց որևէ հուզմունքի նշանի։ Նա հրաժարվեց վկայություն տալ, եւ նրա փաստաբանները փորձեցին արգելափակել յուրաքանչյուր ապացույց, պնդելով, որ դրանք անուղղակի են եւ չեն ապացուցում Վիտալինայի մեղքը։ Բայց դատախազները ներկայացրին այնքան շատ ապացույցներ, բժշկական փաստաթղթեր, ֆինանսական գործարքներ, վկաների ցուցմունքներ, նամակներ, տեսագրություններ, որ դատարանը չէր կարող անտեսել դրանք։ Հատկապես ուժեղ էր այն պահը, երբ դատախազը ցույց տվեց Արմենի վերջին օրերի տեսագրությունները, որտեղ նա թույլ եւ տառապող փորձում էր պատմել իր պատմությունը։ Ամբողջ դահլիճը լռեց, երբ Արմենի ձայնը հնչեց բարձրախոսներից։ Նա սպանում է ինձ, խնդրում եմ, հավատացեք ինձ։ Շատ ներկաներ լացեցին, եւ նույնիսկ դատավորը, փորձառու եւ սառը մարդը, ստիպված էր հեռացնել իր ակնոցները եւ սրբել իր աչքերը։ 1923 թվականի հունիսի 22-ին դատարանը հայտարարեց իր վճիռը։ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայան ճանաչվեց մեղավոր նախամտածված սպասպանության, ֆինանսական խարդախության եւ փաստաթղթերի կեղծման մեջ։ Նրան դատապարտվեց 18 տարի ազատազրկման խիստ ռեժիմի գոտում։ Դատարանը նաև հրամայեց, որ Վիտալինան վերադարձնի Արմենի ժառանգներին ամբողջ այն գույքը եւ փողը, որը նա ստացել էր Արմենից։ Երբ դատավորը կարդաց վճիռը, Վիտալինան առաջին անգամ ցույց տվեց հուզմունք։ Նրա դեմքը դաղցավ, նրա ձեռքերը սկսեցին դողալ, եւ նա փորձեց ասել ինչ-որ բան, բայց ոստիկանները արդեն տանում էին նրան դահլիճից։ Արմենի երեխաները, ովքեր նստած էին դահլիճում, գրկեցին միմյանց եւ լացեցին, ոչ թե ուրախությունից, այլ թեթևացումից։ Վերջապես 2 տարի պայքարից հետո արդարությունը հասավ։ Բայց արդյոք դա բավական էր։ Արդյոք 18 տարի բանտում կարող էին փոխհատուցել այն ցավը, որը Վիտալինան պատճառել էր Արմենին եւ նրա ընտանիքին։ Բայց պատմությունը չավարտվեց դատավճռով։ 1923 թվականի աշնանը, երբ Վիտալինան արդեն նստում էր բանտում, հետաքննությունը շարունակեց բացահայտել նոր մանրամասներ։ Պարզվեց, որ Վիտալինան ունեցել էր գործընկեր, մի մարդ, ով օգնել էր նրան իրականացնել իր ծրագրերը։ Այդ մարդը եղել էր նրա նախկին ամուսինը, Սերգեյ Ռոմանովսկին, ով եղել էր նախկին KGB-ի աշխատակից եւ ուներ կապեր ստորգետնյա աշխարհի հետ։ Սերգեյը եղել էր այն մարդը, ով սովորեցրել էր Վիտալինային ինչպես մանիպուլյացնել մարդկանց, ինչպես կեղծել փաստաթղթեր եւ ինչպես խուսափել ոստիկանությունից։ Նա նաեւ եղել էր այն մարդը, ով կապեր էր ունեցել Լյուդմիլա Սերգեևնայի հետ եւ ներկայացրել էր նրան Վիտալինային։ Սերգեյը ձերբակալվեց 1923 թվականի հոկտեմբերին, եւ նա նույնպես դատապարտվեց 15 տարի ազատազրկման, որպես համագործակից։ Բայց նույնիսկ այս ձերբակալությունը չէր պատասխանում բոլոր հարցերին։ Ինչու Սերգեյը օգնեց Վիտալինային։ Արդյոք նա սիրում էր նրան, թե նրանք ուներին ֆինանսական համաձայնություն։ Եվ ամենակարևորը, քանի այլ զոհեր կային, որոնց մասին մենք դեռ չգիտենք։ 1923 թվականի ձմռանը Արմենի երեխաները վերջապես կարողացան վերադառնալ հոր տուն։ Վիտալինան ստիպված էր վերադարձնել բնակարանը, եւ երեխաները սկսեցին մաքրել այն, հեռացնելով Վիտալինայի բոլոր հետքերը։ Նրանք գտան հին լուսանկարներ, որտեղ Արմենը երիտասարդ էր եւ երջանիկ։ Նրանք գտան նրա հին դերերի սցենարները, դրանք գտան նրա անձնական նամակները, եւ նրանք գտան մի փոքրիկ տետրակ, որտեղ Արմենը գրել էր իր վերջին մտքերը։ Այդ տետրակում, դժվարությամբ կարդացվող ձեռագրով, Արմենը գրել էր. «Եթե դուք կարդում եք սա, նշանակում է ես այլևս չկամ։ Ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ ես սիրում էի կյանքը, սիրում էի իմ արվեստը եւ սիրում էի իմ ընտանիքը։ Ես թույլ տվեցի, որ սխալ մարդը մտնի իմ կյանք, եւ ես վճարեցի դրա համար իմ կյանքով։ Բայց ես չեմ ուզում, որ իմ պատմությունը լինի ողբերգություն։
Ես ուզում եմ, որ այն լինի դաս բոլորի համար, ովքեր կարծում են, որ փողը եւ փառքը կարող են պաշտպանել նրանց չարիքից։ Սերը պետք է լինի իսկական, վստահությունը պետք է արժանացվի եւ ոչ ոք չպետք է մնա միայնակ իր ամենածանր պահերին։ Արմենի երեխաները որոշեցին ստեղծել հիմնադրամ, նրա անվամբ, որը կօգնի տարեց մարդկանց, ովքեր հայտնվել են նմանատիպ իրավիճակներում։ Հիմնադրամը կտրամադրի իրավական օգնություն, բժշկական խորհրդատվություն եւ հոգեբանական աջակցություն նրանց, ովքեր կասկածում են, որ իրենց սիրելիները չարաշահվում են կամ վտանգի մեջ են։ Հիմնադրամը կաշխատի նաեւ օրենսդրության փոփոխության ուղղությամբ, ավելի լավ պաշտպանելու տարեց մարդկանց իրավունքները եւ կանխելու նմանատիպ ողբերգությունները ապագայում։ Արմենի դուստրը, ով դարձավ հիմնադրամի տնօրենը, ասաց. «Մենք չենք կարող վերադարձնել մեր հորը, բայց մենք կարող ենք ապահովել, որ նրա մահը չլինի զուր։ Մենք կարող ենք փրկել այլ կյանքեր, եւ դա կլինի լավագույն հարգանքը նրա հիշատակին»։ Բայց ինչ եղավ Վիտալինայի հետ բանտում։ Ըստ բանտի աշխատակիցների, Վիտալինան չի ցույց տվել որևէ զղջում կամ ապաշխարություն։ Նա շարունակում է պնդել, որ նա անմեղ է Եվ որ նա զոհ է դարձել Արմենի երեխաների վրեժխնդրության։ Նա հրաժարվում է խոսել այլ բանտարկյալների հետ եւ մեծ մասամբ անցկացնում է իր ժամանակը իր խցում, կարդալով գրքեր եւ գրելով նամակներ իր փաստաբաններին, պահանջելով նոր դատավարություն։ Բայց նրա բողոքները մերժվել են եւ նա պետք է ծառայի իր ամբողջ ժամկետը։ Մի բանտի հոգեբանը, որը աշխատել է Վիտալինայի հետ, ասաց. նա ունի հակասոցիալական անհատականության խանգարում։ Նա չունի կարեկցանք, չունի զղջում եւ չի կարող հասկանալ, թե ինչու է նրա գործողությունները սխալ։ Նա տեսնում է մարդկանց միայն որպես գործիքներ, իր նպատակներին հասնելու համար։ Այս ախտորոշումը բացատրում է, թե ինչպես էր Վիտալինան կարողանում կատարել այդ սարսափելի արարքները առանց որևէ խղճի խայթի։ 1924 թվականին, 2 տարի Արմենի մահից հետո, Երևանում տեղի ունեցավ հուշարձանի բացում, նվիրված Արմեն Ջիգարխանյանին։ Հուշարձանը, որը տեղադրվեց Երևանի կենտրոնում, պատկերում էր Արմենին, նրա ամենահայտնի դերերից մեկում, եւ կրում էր արձանագրություն. Արմեն Ջիգարխանյան, լեգենդ, հերոս եւ զոհ։ Նրա արվեստը կապրի հավերժ եւ նրա պատմությունը կլինի զգուշացում բոլորի համար։ Հուշարձանի բացման արարողությանը ներկա էին հազարավոր մարդիկ, երկրպագուներ, գործընկերներ, ընկերներ եւ ընտանիքի անդամներ։ Արմենի որդին ելույթ ունեցավ եւ ասաց. «Մեր հայրը եղավ զոհ մի համակարգի, որը չպաշտպանեց նրան, բայց մենք չենք թողնի, որ նրա հիշատակը մոռացվի։ Մենք կշարունակենք պայքարել, որպեսզի ոչ ոք այլևս չտուժի այնպես, ինչպես տուժեց մեր հայրը»։ Ամբողջ հանդիսությունը լաց էր լինում, եւ երբ արարողությունը ավարտվեց, մարդիկ դրեցին ծաղիկներ հուշարձանի առջև եւ կանգնեցին լուռ, հարգելով լեգենդի հիշատակը։ Բայց Արմենի պատմությունը նաեւ բարձրացրեց ավելի լայն հարցեր հասարակության մեջ։ Ինչպես է հնարավոր, որ մի մարդ կարող է այդքան երկար ժամանակ չարաշահել մեկ այլ մարդու եւ ոչ ոք չնկատի։ Ինչու են ոստիկանությունը եւ դատական համակարգը հաճախ անտեսում տարեց մարդկանց բողոքները եւ կասկածները։ Ինչպես կարող ենք ստեղծել ավելի լավ պաշտպանություն նրանց համար, Ովքեր ամենաթույլն են եւ ամենախոցելին են։ Այս հարցերը սկսեցին քննարկվել մամուլում, պարլամենտում եւ հասարակական կազմակերպություններում։ Մի քանի օրենսդիր առաջարկեց նոր օրենքներ, որոնք կպահանջեն ավելի խիստ վերահսկողություն տարեց մարդկանց խնամողների նկատմամբ եւ որոնք կկանխեն ֆինանսական չարաշահումները։ Արմենի պատմությունը դարձավ կատալիզատոր փոփոխության համար, եւ թեև այդ փոփոխությունները եկան չափազանց ուշ նրա համար, դրանք կարող են փրկել ապագա զոհերի կյանքերը։ 1921 թվականին, 3 տարի Արմենի մահից հետո, նրա հիշատակը դեռևս ապրում է նրանց սրտերում, ովքեր սիրում էին նրան։ Նրա ֆիլմերը դեռևս ցուցադրվում են հեռուստատեսությամբ, նրա թատերական ներկայացումները դեռևս հիշվում են որպես գլուխգործոցներ, եւ նրա անունը դեռևս արտասանվում է հարգանքով եւ սիրով։ Բայց նրա պատմությունը նաեւ հիշեցնում է մեզ, որ փառքը եւ հռչակը չեն կարող պաշտպանել մեզ մարդկային դաժանությունից, որ սերը եւ վստահությունը պետք է տրվեն զգուշությամբ, եւ որ մենք պետք է միշտ պաշտպանենք նրանց, Ովքեր չեն կարող պաշտպանել իրենց։ Արմեն Ջիգարխանյանի կյանքը եղավ լի փառքով եւ տառապանքով, հաջողությամբ եւ ողբերգությամբ, սիրով եւ դավաճանությամբ։ Բայց նրա վերջին ուղերձը մեզ համար հստակ է. մի թողեք, որ չարիքը հաղթի, մի թողեք, որ ճշմարտությունը թաղվի, եւ մի թողեք, որ զոհերը մոռացվեն։ Արդյոք Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան իսկապես պլանավորեց Արմեն Ջիգարխանյանի դանդաղ մահը սկզբից, թե հանգամանքները պարզապես ստեղծեցին հնարավորություն, որը նա օգտագործեց։ Արդյոք կային այլ մարդիկ, ովքեր գիտեին, թե ինչ է կատարվում, բայց լռեցին վախից կամ շահագրգռվածությունից։ Արդյոք համակարգը երբևէ կփոխվի այնպես, որ նմանատիպ ողբերգությունները չկրկնվեն։
Եվ ամենակարևորը, արդյոք Արմենի զոհաբերությունը կբերի իսկական փոփոխություն, թե նրա պատմությունը կմնա պարզապես մեկ այլ տխուր պատմություն անարդար աշխարհում։ Միայն ժամանակը կկարողանա պատասխանել այս հարցերին, բայց մի բան հստակ է. Արմեն Ջիգարխանյանի անունը երբեք չի մոռացվի, եւ նրա պայքարը արդարության համար կշարունակվի նրանց միջոցով, ովքեր սիրում էին նրան։ Ընկերներ, իսկ դուք ինչպես եք վերաբերվում Արմեն Ջիգարխանյանին։ Արդյոք նա եղավ զոհ համակարգի եւ իր շրջապատի, թե ինքը մեղավոր էր իր ճակատագրի համար, որ թույլ տվեց սխալ մարդուն մտնել իր կյանք։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում։ Մեզ համար կարևոր է իմանալ, արդյոք հիշում են նրան ձեր քաղաքում։ Արդյոք նրա պատմությունը դասեր է տվել ձեզ։ Դրեք լայք ճշմարտության համար եւ բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի իմանաք ավելին այն պատմությունների մասին, որոնք փոխեցին մարդկանց ճակատագիրը։ Մենք շարունակում ենք բացահայտել այն ճշմարտությունները, որոնք փորձում են թաքցնել, եւ ձեր աջակցությունը օգնում է մեզ շարունակել այս կարևոր աշխատանքը։